Վերադարձանք ուղիղ եթեր եւ մեզ է միացել հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, բարև ձեզ Տիկին Աբրահամյան, շնորհակալ եմ որ եկել եք։ Դուք հասցրել եք ծանոթանալ Human Rights Watch-ի վերջին զեկույցին, որտեղ նշվում է, որ անցած տարին պատմության մեջ նշանավորվել է որպես մարդու իրավունքների ամենասուր ճգնաժամերով, որոնք ուղեկցվել են ողբերգական հետևանքներով, իհարկե վկայակոչելով նաև Արցախում զարգացում։ Ցավոք չեմ հասցրել դեռ ծանոթանալ, բայց հույս ունեմ, որ քանի որ նաև հասարակական կառույցները Human Rights Watch-ի հետ ակտիվ աշխատանքների մեջ են, ես հույս ունեմ, որ Արցախի մասով բավական այդպես նորմալ հատված ներառված կլինի։ Զեկույցը ծանոթանալուց հետո հուսով եմ առիթ կունենանք անդրադառնալու, որովհետև այնտեղ հայաստանյան մի շարք խնդիրներին են անդրադարձ լինում, որը կարծում եմ այսօրվա իրականության մեջ շատ կարևոր է քննարկել։ Բայց քանի որ այս օրերին Տիկին Աբրահամյան շատ է խոսվում Ալիևի վերջին հայտարարությունների մասին եւ ընդհանրապես խաղաղության process-ի մասին, նախ հասկանանք ինչու է խաղաղության գործընթացը հետընթաց արձանագրել եւ ինչու է այն փուլում, երբ որ խոսվում էր 5 պակաս է խաղաղության պայմանագիր կնքելու, Ալիևը ամենավերջին, այսպես ասած, վերջնահաշվարկներով եւ վերջնագրերով ներկայացնում է, որ Հայաստանի ներկայացրած պահանջներն ու առաջարկները անընդունելի են։ Ցավոք այո, Ալիևի վերջին այդպես ասուլիսը կամ ասուլիս չէր լրատվամիջոցներին տրված հարցազրույցը խնդրահարույց մի շարք կետեր է առաջադրում, ինչը նորություն չէ բացարձակ, այսինքն ինքը շատ ավելի հստակ մերժում է բոլոր այն հիմնադրույթները եւ ըստ էության կարմիր գծերը, որը Հայաստանի համար այդ խաղաղության պայմանագրի, չասեմ խաղաղության պայմանագրի, այլ պայմանագրի շրջանակային հիմնական կետերն են, առանց որոնց ուղղակի խաղաղության պայմանագիրը հնարավոր չէ, այսինքն ինքը ուղղակի մերժում է բոլոր հնարավոր դրույթները, միջանցքից մինչև հայլային հետ քաշում, սահմանազատումից մինչև հնարավոր այլ դրույթներ եւ բայց Պիտի մի քանի մասի բաժանենք ընդհանրապես Ալիևի հարցազրույցը, նախ հստակ մեզ համար նաև դիտարկենք, որ ակնհայտորեն սա նախընտրական այդպես հարցազրույց էր, այսինքն բավական հիմնականում ուղղված իր ներքին լսարանին, բայց նաև որոշակի միջազգային դերակատարներին ուղղված արտահայտություններ կային, այստեղ նաև ԱՄՆ-ի դերակատարման մասով էր, շատ ուղիղ չի խոսվում այդ մասին, բայց ակնհայտորեն հատկապես երբ դիտարկում ենք, որ օրեր առաջ ուղակի մերժեցին Բոնոյի այցելությունը կամ Բոնոն կամ ամերիկյան կողմը ինքը որոշեց չմեկնել, որովհետև հասկանալի էր, որ մերժում է ստանալու առաջարկի տեսանկյունից, այսինքն ադրբեջանական մամուլը ասում է, որ մենք ենք մերժել, ամերիկյան կողմը դեռ այդ մասով հաստատում չի տալիս, բայց ամեն դեպքում փաստը այն է, որ այո չի կայացել այդ հանդիպումը, իսկ սա նշանակում է անգամ ադրբեջանական մամուլում շրջանառվում են լուրեր, որ մերժում է հանդիպում ամերիկյան դեսպանի, Ադրբեջանում ամերիկյան դեսպանը, այսինքն այստեղ բավական հետաքրքիր process-ներ են գնում, բայց սա միայն առնչություն չունի հայ-ադրբեջանական եւ Ամերիկայի այս դեպքում միջնորդության խնդրի հետ, այլ նաեւ առնչություն ունի հենց ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների պետդեպարտամենտի վերջին զեկույցի հետ եւ այլ, այսինքն այստեղ հետաքրքիր զարգացումներ կան, որոնք այո նաեւ որոշակի առնչություն են ունենալու խաղաղության համաձայնագրի հետագա ճակատագրի։ Ներողություն եմ խնդրում, այսինքն Ալիևը, եթե նաեւ ներքին լսարանին ուղղված իր այդ հրապարակումներն ու հայտարարությունները կոչեր անում կամ ուղերձեր հղում, որ Միացյալ Նահանգների իր զեկույցներում այլ չխառնվի Ադրբեջանի ներքին գործերի, նման տպավորություն ոչ միայն զեկույցներով, այլ ընդհանրապես այնտեղ մի ամբողջ այդպես հատված կա, որտեղ խոսում է, որ մենք երկուսով պետք է բանակցենք եւ այդ պայմանագրի համար միջնորդներ եւ երաշխավորներ անհրաժեշտ չեն։ Սա այն է, ինչ Ադրբեջանը տարիներ, ասենք արդեն 2 առնվազն տարի անընդհատ շեշտում է, բայց վերջին շրջանում շատ ավելի ակտիվորեն եւ առավել ակտիվորեն սկսեց շրջանառել ցավոք այն գործընթացից հետո, երբ տեղի ունեցավ երկկողմ հայտարարություն, որի արդյունքում այո, մենք շատ կարևոր ձեռքբերում ունեցանք 32 գերիների վերադարձ, բայց որի գինը ես էլի նաև այս տաղավարում ասել եմ, որի գինը բավական մեծ էր եւ մենք տեսնում ենք դրա հետևանքը, որովհետեւ ըստ էության տեղի ունեցավ Ալիևի հերթական պահանջի բավարարում, եկեք երկկողմ քննարկենք եւ երկկողմ
հարաբերության եւ քննարկումների եւ բանակցությունների միջոցով ինչ կունենանք, հակառակը փակուղի է, սա հերթական այդպես սպառնալիքն է ըստ էության, եւ այդ սպառնալիքին մենք գնացինք ինչ որտեղ։ Եվ սա սրանից դուրս գալու հնարավորությունները թերևս այն կլինի, որ ամերիկյան կողմը ավելի մեծ ճնշում կգործադրի, բայց մյուս կողմից էլ եթե դիտարկենք ամերիկյան կողմի դիրքից, հա, երբ տեսնում է, որ երկու պետություններ այնուամենայնիվ գնում են եւ բանակցում են եւ ինչ որ արդյունք են գրավում, իսկ գերիների վերադարձը ես դեռ այն ժամանակ ասում էի, որ Ալիևը շատ հստակ մտադրված է դա իրականացրել, ցույց տալու, որ տեսեք, երբ մենք երկուսով ենք բանակցում, մենք արդյունքի հասնում ենք։ Սա այն այդպես սուտ շղարշն է, որը կամ ներկայացնում է որպես արդյունք, բայց որը հետագայում իսկապես փակուղի կամ գոնե Հայաստանի համար եւ Հայաստանի շահերից չի բխելու հետագա հնարավոր այդպիսի երկկողմ բացառապես առանց միջնորդների երկկողմ բանակցությունները։ Տիկին Աբրահամյան, ներողություն եմ խնդրում, բայց այստեղ ամենակարևոր ու առանցքային կամ պարզ հարցը այն է, թե արդյոք կան միջնորդներ, որոնք պատրաստ են այսօր այդ երաշխավորի դերակատարությունը ստանձնել։ Հատկապես այս իրավիճակում, հատկապես հաշվի առնելով Իսրայելա-Պաղեստինյան այս հակամարտության սրման եւ դեռևս բավական լուրջ հետևանքները, որովհետեւ արդեն մերձավոր արևելքում այլ ծավալվում է եւ ընդհանրապես այո, բավական լուրջ է իրավիճակը, կարող է այո, հնարավոր է եւ ավելի քիչ միջ ներգրավվածություն ունենան հատկապես ամերիկյան կողմը, որտեղ մեր հիմնական այդպես հույսը ըստ էության, որ իրապես կարող է երաշխավորի դեր ունենալ բնականաբար ամերիկյան կողմն է։ Բայց այստեղ ես ուզում եմ ուշադրություն դարձնենք Ալիևի մեկ այլ հայտարարությանը միջանցքի հետ կապված։ Եվ այստեղ մենք ընդհանրապես ցանկացած հայտարարություն եւ դիվանագիտություն ես բարբերաբար եմ ասում, պետք է դիվանագիտության մեջ արդյունքը կամ հետընթացը կամ առաջընթացը դիտարկենք դինամիկայի մեջ։ Եթե մենք համեմատում ենք Ալիևի նախորդ հայտարարությունները, մենք այստեղ որոշակի դինամիկա տեսնում ենք դեպի բարելավում, հա, դեպի ավելի լավ իրավիճակ, քանի որովհետև այո, եթե նախկինում անընդհատ ասում էր, եթե դուք միջանցք չեք տալիս, մենք ռազմական ուժով ենք դա վերցնելու, հիմա ասում է, եթե դուք միջանցք չեք տալիս, մենք մյուս սահմանները չենք բացելու, որը բավական այդպես տոնի նվազեցում է ակնհայտորեն։ Բայց մի կարևոր դրույթ եւս կա եւ սա էլի ներբերանք է, որին պիտի ուշադրություն դարձնենք, այն է, որ Ալիևը հերթական անգամ հողում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որը ուղղակի գոյություն չունի, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ միայն որևէ դրույթ դրանից չի իրականացել եւ մնացել է 9-րդ կետը, այսինքն ոչ միայն չի իրականացել, այլ խախտվել են կոպտորեն, այլ ընդհանրապես այդ փաստաթուղթը որպես այդպեսին Արցախում հայ բնակչության պաշտպանությանն էր ուղղված, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, այդ փաստաթուղթը ուղղակի իջիկ է դառնում։ Ակնհայտորեն այն է, որ Ալիևը հիմա ստանձնել է, եթե նախկինում Պուտինն էր փաստաբանություն անում Ալիևի համար, Ալիևը նախորդ բանախոսին եւս այդ տեսակետը ուղղակիորեն պաշտպանում է Պուտինին եւ ինչու եմ ասում, որ ուղղված էր իր խոսքը նաեւ այլ դերակատարներ, այստեղ ուղղված է Պուտինին, որ տեսեք ես նախկինում էլ անդադ ասել եմ, որ Արցախում պատերազմը ուներ շահառուներ եւ միակ շահառուն բնականաբար Ադրբեջանը չէր եւ այստեղ հիմնական շահառուներից երկուսը Թուրքիան եւ Ռուսաստանն են եւ որոնց համար միջանցքներ են հիմնական արդյունքը, որը պիտի ստանային։ Հիմա իրենք դա չեն ստացել եւ Ալիևը իր խոսքն ուղղում է Պուտինին, որ այս հարցով արդեն գնդակը քո դաշտում է, դու պետք է պարտադրես Հայաստանին սա ստանալ։ Սրանով ըստ էության Ալիևը ուղղակիորեն խոստովանում է այն հիմնական գործարքի մասին, որ տեղի էր ունեցել Արցախի շուրջ, հա, Արցախը ինձ, հա, Ալիևին, Սյունիքը Պուտինին կամ Ռուսաստանին եւ Թուրքերին։ Էրդողանն էլ սինխրոն Ալիևի այդ հայտարարություն արեց, որ 30 տարի այն ինչ որ Թուրքիան ջանքեր է գործադրել Արցախը օկուպացնելու, իհարկե այդ բառը չօգտագործեց, դա եղել է բացառապես թուրքական շահ։ Այո։
Այո, եւ նաեւ հիշենք մեկ արդեն շաբաթ առաջ Էրդողանի, այսինքն Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունները Միջանցքի հետ կապված արդեն, որ իրենք դրան իր թուրքական հատվածում ամբողջությամբ ճանապարհների վերանորոգում են իրականացրել եւ այլն։ Այսինքն ստեղ ակնհայտորեն մի դրույթով արկա է որոշակի այդպես հռետորաբանության նվազեցում եւ որոշակի դիրքերի թուլացում Ալիևի կողմից, որ եթե նախկինում ասում էր ուժով կվերցնենք, հիմա ասում է, որ ուղղակի սահման չենք բացի եւ այդտեղ դուք կտուժեք, բայց սա դիտորդներ այդ հանգամանքն էլ եկեք հաշվի առնենք։ Եվ կան ԵՄ դիտորդներ, եւ այստեղ մեկ այլ զարգացում կա, որ կարծում եմ դեռ այնքան հրապարակային չի, բայց կարծում եմ այդ process-ի մասին բնականաբար Ալիևը տեղյակ է, որ ԱՄՆ-ի կողմից եւս ԵՄ դիտորդների, ԵՄ դիտորդական խմբում ԱՄՆ ներկայացուցիչների ներգրավվածությունն է քննարկվում եւ սա իրենց իրապես զգուշավորության տեղ է տալիս։ Դե շատ ուշագրավ էր Օբրայենի բավական, ինչպես բնորոշվեց կոմպլեմենտար հայտարարությունը Ադրբեջանի սպառնալիքներին ի պատասխան, որտեղ բավական կառուցողական կերպով խոսվում էր, որ պետք է դրական գործընթացի հանգել, կա դրա համար հիմքեր եւ այլն։ Սա մեկնաբանվեց իհարկե հայաստանյան որոշ շրջանակներ օգտվելով, մեկնաբանեցին, որ այդ տեսեք, սա ձեր արևմուտքն է, որի հետ համագործակցությունը բերեց նրան, որ ոչ մի ձևով արևմուտքը երաշխիք չի, բայց դեռ մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների, ինչպես ասում են, դիվանագիտական հետնաբեմում այլ զարգացումներ, գործընթացներ կան։ Այո, իրականում կան այդ գործընթացները։ Եվ դրանցից մեկն էլ ԵՄ-ի դիտորդական առաքելության ներգրավումը։ Այո, եւ այս մասով անշուշտ Ալիևը որոշակի զգուշավորություն ցուցաբերում է։ Ըստ էության նախորդ ամբողջ տարվա ընթացքում բնականաբար եղել են պլաններ հարձակման եւ այստեղ տոնի նվազեցում եւս կա, երբ խոսվում է հարց է տրվում պատերազմի հետ կապված, ասում է, որ ես ամեն ինչ կանեմ, որ նոր պատերազմ չլինի։ Սա եւ նախընտրական է, որովհետեւ բնականաբար հասկանալի է, որ իրենց հանրությունը եւս չի ուզում պատերազմ եւ եւս չի ուզում նոր զոհեր եւ որոշակի նաեւ արտաքին դերակատարներին ուղղված խոսք է։ Անշուշտ չենք կարող վստահ լինել, որ Ալիևը դրան չի գնալու, հատկապես այն իրավիճակում, երբ ռուսական կողմն է նաև այդ ճնշումները գործադրում։ Դե մեսիջների մասին, քանի որ դիվանագիտության մեջ կարևոր գործիք է դա, Հայաստանը հայտարարեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով հունվարի 14-ին մասնակցելու է Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին, Սա շատ հետաքրքիր մեսիջ է, որը ըստ էության ինչ տողատակեր է ձեզ պարունակում։ Արդեն առաջին դեպքը չէ իրականում, այսինքն սրանք այն հիմնական ուղերձներն են, որը Հայաստանին որոշակիորեն դիրքավորում է, որովհետև այսօր այնուամենայնիվ, եթե մենք պատերազմի Ուկրաինայի դեմ հարձակումից ի վեր կարողանում ենք որոշակի չեզոքություն պահել, հիմա ուղղակի անհնար է այդ չեզոքություն պահելը կամ անիմաստ է եւ նաեւ Հայաստանի շահերից բոլորովին չի բխում։ Եվ այո, մենք հիմա դիրքավորվում ենք քաղաքակիրթ աշխարհի եւ ժողովրդավարության ամբողջությամբ այդ դիրքում եւ սա կարևոր իրականում ուղերձ է, չնայած այդ դաշտում էլ բավական խնդրահարույց են եւ Ամերիկայում նախընտրական իրավիճակը դրան չի նպաստելու եւ սա է նաեւ պատճառը, որ հատկապես հիմա եւ հատկապես այս իրավիճակում Հայաստանը պետք է չափազանց այդպես զգուշավոր լինի երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, երկկողմ բանակցությունների տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի հետ Ալիևի հիմնական նաեւ նպատակն է, որ հնարավորինս երկկողմ հարաբերություններում առանց երաշխավորի որևէ փաստաթուղթ ստորագրել տա, որը ուղղակի հետագայում բավական այդպես անկանխատեսելի կամ բավական վատ կանխատեսելի հետևանքներ կունենա։ Ցավոք մեր ժամանակը սպառվեց, շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան կարևոր արձանագրումների համար, հուսանք եւս մեկ անգամ առիթը կունենանք քննարկելու այս զարգացումների շարունակությունը։ Մեր հեռուստադիտողներին էլ ես հիշեցնում եմ, լսեցինք հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանին։ Նախորդած 2 ժամերը ուղիղ եթերում տաղավարում աշխատեց Վալոդիա Մուշեղյանը, դուք շարունակեք հետևել մեր աշխատանքին։